Տիկին Ավանեսյան, ինչ ունենք առողջության ապահովագրության հետ կապված։ Ես ասեմ, որ մի հաճելի լուր ունենա, որ սկսել են որոշակի դրական արձագանքներ գալ։ Իհարկե, մեր հարգելի բուժաշխատողները որոշակի մտահոգություններ ունեն, բայց նաև մեր ընկալումն է նա, որ մենք ինչ որ մի ժամանակ այդ մտահոգությունները կհավաքագրենք եւ անարձագանք չենք թողնի այնտեղ, որտեղ իրոք կտեսնենք, որ հիմնավորումներ կան։ Իսկ ինչ տպավորություն ունենք համակարգի առաջին 28 օրվա աշխատանքից։ Շնորհակալություն մեծարգո վարչապետ, հարգելի գործընկերներ, ըստ էության կարող եմ ասել, որ վերջին մեկ շաբաթվա մեր դիտարկումները ցույց են տալիս, որ անցել ենք ավելի ռուտինային աշխատանքի գրաֆիկի։ Սա նշանակում է, որ հիմնական առումով բժշկական կենտրոնների եւ պոլիկլինիկաների, ամբուլատորիաների առաջնակի տեղեկատվական հատվածը եւ գործառնական հատվածը կարծես արդեն հաղթահարված ենք համարում, բայց ինչպես նշեցիք, պարոն վարչապետ, մենք դիտարկում ենք այս բարեփոխումը դինամիկ զարգացման տեսանկյունից եւ բուժաշխատողների հետ, առողջապահական կազմակերպությունների ղեկավարների, կազմակերպիչների հետ մենք անընդհատի աշխատանքի մեջ ենք, այո, եւ բոլոր հետադարձ արձագանքները կապված բժշկական ծառայությունների գների հետ եւ տրամադրման ձևաչափի հետ մենք մանրակրկիտ միասնական աշխատանքով իհարկե առաջիկայում դիտարկելու ենք։ Նշեմ, որ նաև պացիենտների եւ ընդհանուր առմամբ քաղաքացիների առաջին հոսքը տեղեկատվություն ստանալու վերջին էլի մեկ շաբաթվա ընթացքում ավելի նվազել է եւ վստահ ենք, որ մեր առաջնային օղակ դիմելիությունը ավելի կգա կայունացման, քանի որ քրոնիկ հիվանդություններ ունեցող անձինք առաջին 1-2 ամսվա ընթացքում մենք գիտենք, որ պիտի դիմեն, պիտի ախտորոշվեն եւ պիտի իրենց ընթացիկ դեղորայքի էլեկտրոնային դեղատոմսերը ստանան, որովհետեւ նրանք նախկինում չեն ունեցել այս երաշխիքները եւ ըստ էության առաջին անգամ են սկսում օգտվել առողջության ապահովագրության շրջանակներում այս ծառայություններից, բայց նաեւ դեղորայքի ստացման ընթացքը ավելի 3 ամսյա ենք դարձրել, որ այս ուրեմն քաղաքացիների հոսքերը շատ չլինեն պոլիկլինիկա։ Ընդհանուր պարոն վարչապետ, կարող եմ ասել, որ նաև հերթերի կարգավորման մեր էլեկտրոնային համակարգերը իրենց ուրեմն տալիս են դրական փոփոխությունները եւ մարդիկ նախապես հերթագրվելով իրենց թերապևտի, ընտանեկան բժշկի մոտ այցելում են եւ շատ ժամանակ չեն ծախսում հերթի մեջ գտնվելու։ Մենք նաև որոշակի փոփոխություններ ենք իրականացրել ներքին մեկ կաբինետից մյուս կաբինետ ուրեմն այդ փաստաթղթային եւ շրջանառության ավելի պարզեցրել ենք, ավելի կրճատել ենք եւ սա է, որ այս ապահովագրության բարեփոխումը իհարկե նաև վեր է հանում նախկինում քրոնիկ խնդիրները մեր, որը շատ կարեւոր է եւ այո, մենք ուզում ենք դրանք դուրս հանենք, վեր հանենք եւ լուծման նոր ճանապարհներ գտնենք։ Այցերի ընդհանուր առմամբ ասեմ, պարոն վարչապետ, առավոտյան 10-ի դրությամբ մենք 255,234 այց ունենք ապահովագրական, որից իհարկե մեծամասնությունը 231,993-ը ամբուլատոր այցերն են, հիվանդանոցային արդեն բավականին 20,875 այց ունենք, ցերեկային ստացիոնար 1390 եւ շտապօգնության 976 ուրեմն կանչ ունենք գրանցված։ Այստեղ իհարկե քաղաքացիների առումով գոհունակությունը հիմնական այն խմբերն են, ովքեր նորից եմ կրկնում, նախկինում չունեին այս հասանելիությունը, հնարավորությունը պետական աջակցությամբ ապահովագրական համակարգով ստանալու իրենց անհրաժեշտ դեղորայքը, վիրահատությունները, խորհրդատվությունները, իհարկե մենք էլ արդեն բավական դրական արձագանքներ քաղաքացիներից ստանում ենք։ Ըստ ձեր հանձնարարականի, պարոն վարչապետ, մենք կազմել ենք ուրեմն մասնագետների հետ բավական պարզ հարցաշար, կամավորներին արդեն ընդգրկման փուլում ենք, հաջորդ շաբաթվանից նրանք այցելություններ կիրականացնեն դեղատներ, պոլիկլինիկաներ, բժշկական
կենտրոններ, բացի դրանից այս բոլոր կենտրոններում միջանցքներում փակցված կլինեն մեծ QR կոդեր, որոնք սկանավորելով քաղաքացին հեռախոսից ինքը անանուն կարող է այդ հարցաշարերը լրացնել եւ առաջարկություն ներկայացնել, կարծիքը հայտնել եւ իրենց դիտարկումներն էլ մեզ համար շատ կարեւոր են, որ մենք անընդհատ լավարկենք գործընթացները։ Տիկին Ավանեսյան, եթե բնորոշելու լինենք համակարգի կառավարման այն ռեժիմ, որ մենք այսօր ունենք, 3 տարբերակից որը կընտրենք, պլանային լարված արտակարգ։ Լարված արտակարգից դեպի լարված, պարոն Այսինքն վարչապետ։ արտակարգով ենք սկսել։ Մենք առաջի օրվանից արտակարգով աշխատել ենք, արտակարգ իրավիճակ չենք ունեցել, բայց մեր ռեժիմը եղել է արտակարգ։ Աշխատանքային ռեժիմ։ Այո, աշխատանքային ռեժիմը եղել է արտակարգ եւ կարծում եմ նաեւ այս համակարգի միացյալ արտակարգ ռեժիմով աշխատելու շնորհիվ է, որ այս этаպը բավական սահուն անցանք։ Այդ եմ ասում, ես ճիշտ է վստահ չեմ, որ տեսնում եմ ամբողջ դաշտը, բայց ոնց որ թե մեծ բաներ բանի հետ ինչ է կատարվում հանրային դաշտում։ Այսինքն ինչ կարգի խնդիրներ են բարձրացվում, ճգնաժամային բաներ կան, արտահայտություն այդ տեսակետից, հանրային ընկալման տեսակետից։ Պարոն վարչապետ, կարող եմ ասել, որ ճգնաժամային խնդիրներ, ուրեմն ճգնաժամային չունենք, այո, կան տեղային խնդիրներ, նորից պիտի ասեմ, ուրեմն համակարգի տեղեկատվական առումով։ Մենք ունենք նաև որոշակի խնդիր ներկայացնեմ, պարոն վարչապետ, քանի որ պետական ապահովագրական այս երաշխիքը տրամադրվում է 65+ անձանց համար, նաև միայն եթե անձը Հայաստանի Հանրապետության քաղաքացի է եւ Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ է, նույնը նաև մինչև 18 տարեկանների համար, այստեղ ունեինք դեպքեր, երբ որ անձը, օրինակ երեխայի համար անձնագիր չի հանել եւ այդ պատճառով նրա քաղաքացիության փաստը մենք չենք մեր բնակչության պետական ռեգիստրում ֆիքսված մեզ մոտ ունեցել, բայց այստեղ էլ ընթացիկ կարգավորումների եւ գործընկերների հետ ակտիվ աշխատելով այս բոլոր հարցերը մենք փորձում ենք արագ կերպով լուծել եւ Դե խաչելին օգտակարի հետ համատեղվում է, երեխայի համար էլ անձնագիր կհանեն, այո, եւ սա էլ մեր նաեւ պետական համակարգի նպատակն է, որ կյանքի տարբեր этаպներում մարդը ունենա այդ կարիքը, այո, ընդունել Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը, անձնագիր հանել եւ ըստ պատշաճ այս Դե մի ասենք ով էլ երեխա թե մեծ, որ անձնագիր չունենա, ո՞նց է որևէ առողջության ապահովագրությունը չի որևէ այլ ծառայությունը։ Կա ծննդականում։ Քանի Հա, դե այլ երկրի քաղաքացիությունը արդեն այլ երկրի հետ առնչություն է։ Շատ լավ, շատ լավ։ այս սրանք են։ Շատ լավ, դե մենք համեցեք։ Ինձ թվում է արհեստական աղմուկներ լինելու են, որովհետև այս համակարգը շատ լուրջ կրճատելու է ստվերային առողջապահությունը։ Որտեղ այստեղ զուգահեռ մի քանի բան է տեղի ունենում, եւ Արմեդում հաշվառման հանգամանքը պարտադիր դառնալ է եւ ՀԴՄ-ներում Արմեդի կոդ նշելը։ Այսինքն բավականին լուրջ ճնշում է ստվերի վրա։ Ես կարծում եմ ստվերը արձագանք կտա, բայց մենք իհարկե պարտավոր ենք զտենք այդ արհեստական աղմուկը, որը ստվերը բավականին բարձր է անում, եւ իրական ծառայության մատուցման խնդիրները, որ ես ինչքան որ հետևում եմ, բացի Արմեդում անուններ կրկնվելուց, այս պահին տենց որևէ խնդիր չեմ զգացել։ Շատ լավ, շնորհակալ եմ հարգելի գործընկերներ, կշարունակենք հետևել ընթացքին եւ անհրաժեշտ հետեւություններ եւ կարգավորումներ անել։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար